Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի գլխավոր թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Քաղաքական խոստումների էվոլյուցիան 2018-ից 2026 թվականներին, ինչ փոխվեց 8 տարվա ընթացքում։ 13 օր հացադուլ անող Արթուր Օսիպյանը շատ հյուծված վիճակում է, ինչ է պահանջում արցախցի պաշտոնյան։ Փոխվարչապետը խոսել է տնտեսական խնդիրների մասին, ինչ փուլում են Հայաստանի արտաքին տնտեսական հաշվարկները։ Հայաստանի էներգետիկ քաղաքականությունը դարձել է քաղաքական քննարկման թեմա, կարող է էներգետիկան փոխել արտաքին քաղաքական ուղղությունը։ ԱՄՆ-Իրան բանակցությունները գտնվում են ակտիվ փուլում, նոր պայմանները կարող են արդյոք արագացնել համաձայնագրի կնքումը։ Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խոսելով հայ-ադրբեջանական հակամարտության հետևանքների և խաղաղության հեռանկարի մասին հայտարարել է, որ եկել է ժամանակը ընդունելու նոր իրողությունները և առաջ նայելու։ Մասնավորապես նա թիրախավորել է արցախցի մեր հայրենակիցներին, նշելով, որ այդ մարդիկ պետք է շարունակեն ապրել Հայաստանում և սպասեն մինչև Հայաստանի ներկայիս իշխանությունը իբր անցնի խաղաղության հաջորդ փուլին, որից հետո նոր արցախցիները կարողանան այցելել պատմական Արցախ։ Ստացվում է, որ ըստ Սիմոնյանի մարդիկ պետք է ընդունեն կորուստը, մոռանան հայրական տունը, այնտեղ ապրած տարիները, շարունակեն իրենց կյանքը Հայաստանում և սպասեն քաղաքական գործընթացների ավարտին իրենց պատմական հայրենիք վերադառնալու հույսով։ Բայց այստեղ կարևոր է նկատել, որ Արցախ կարող են միայն այցելել հյուրի կարգավիճակով, ինչպես օրինակ այսօր այցելում են Թուրքիա։ Հատկանշական է, որ Ալեն Սիմոնյանը կրկնում է նույն այն թեզը, որը 5 տարի առաջ հայտարարել էր Իլհամ Ալիևը։ Ինչ է նշանակում նոր իրողություններ ձևակերպումը, ինչպես են Սիմոնյանի հայտարարությունները գնահատում մասնագետները, Անի Աբաղյանի ռեպորտաժում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2021 թվականին հարցազրույցում հայտարարել էր, որ Ղարաբաղի պատերազմի արդյունքներից հետո տարածաշրջանը պետք է սկսի նոր փուլ։ Նրանք պետք է սկսեն ապրել նոր իրողությունների մեջ և գիտակցեն, որ այն, ինչ եղել է, այլևս չի կրկնվի։ Նմանատիպ միտք 2026 թվականին իր հարցազրույցներից մեկում հնչեցրել է նաև Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Տղաներ, ամեն ինչ ավարտվեց, հետ նայելն այլևս չի կարելի ոչ մեզ, ոչ ձեզ համար։ Սիմոնյանը հարցազրույցում ասում է, չի ցանկանում հակառակ երկրի փաստաբանը դառնալ, բայց այդ ցանկությունը չիրականացավ։ Վերջակետ ենք դնում, սեղմում ատամներն ու շարունակում ապրել։ Ինչու ենք սեղմում ատամները։ Որովհետև ցավոտ է այդ մարդկանց համար։ Նրանց համար ցավոտ չէ։ Նրանց ում։ Ադրբեջանցիների համար ցավոտ չէր։ Արցախում ապրողների ճնշող մեծամասնությունը հայեր են եղել հազարամյակներ շարունակ և այնտեղ ոչ միայն ապրել, կերել ու քնել են, ինչպես քարոզում է գործող իշխանությունը, այլև քաղաքակրթություն, պետականություն և մշակույթ ստեղծել, զարգացրել, նշում է քաղաքագետ Ստեփան Հասան Ջալալյանը։ Ես կարող եմ պնդել և հավաստի ապացույցներով ապացուցել, ըստ որը միջազգային իրավունքի տեսանկյունից, որ նրանք սխալ են մտածել, Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջան անունով պետության կազմում։ Ոչ ոք աշխարհում սա չի կարող ապացուցել։ Այդ թվում նաև ներկայիս Ադրբեջանի վարչակազմը եւ նաև նրանց շահերի սպասարկու Հայաստանի վարչակազմը։ Չկա այդպիսի որևէ պատմական տեղեկություն, պատմական փաստ, իրավական փաստաթուղթ, որտեղ նշված կլինի, որ Արցախը եղել է Ադրբեջանի կազմում, Ադրբեջան անունով պետության կազմում։ Այդպիսի փաստ չկա, դա սուտ է, դա կեղծիք է։ Ինչքան զոհվել են հայերն, այնքան էլ զոհվել են ադրբեջանցիները, ասում է Սիմոնյանը։ Թող չհարձակվեին Արցախն օկուպացնելու համար, չզոհվեին ադրբեջանցիները, հակադարձում է քաղաքագետը։ Երբ է Հայաստանը կամ Արցախը պատերազմ սկսել, հարձակվողի դիրքում եղել, հարցնում է պատմաբանն ու խոսույթը չափազանց վտանգավոր համարում։ Սա շատ վտանգավոր մեսիջ է ոչ միայն Արցախցին, այլ ընդհանրապես հայկական պետականությանը և մեր հայրենիքում ապրելու հեռանկարին։ Խոսելով արցախցիների վերադարձի մասին Ալեն Սիմոնյանն ասել է.
жить в Армении и все время... Նրանք պետք է ապրեն այստեղ, ինչպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Նրանք իրենց տանն են, կանցնի ժամանակ, կանցնենք խաղաղության հաջորդ փուլին ու կգնանք, կայցելենք պատմական վայրեր, եկեղեցիներ, ինչպես ենք հիմա գնում Թուրքիա։ Այս հայտարարությամբ Սիմոնյանը հայերին տանտերից զբոսաշրջիկ է դարձնում, նշում է պատմաբանը։ Հավաքական վերադարձի միջազգային իրավական հիմքը նախ եւ առաջ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի որոշումն է, որով Ադրբեջանին պարտավորեցվել է ապահովել 2023 թվականի սեպտեմբերից հետո տեղահանված անձանց անվտանգ, անխոչնդոտ եւ արագ վերադարձը։ Նաեւ միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքները, որոնք պաշտպանում են բռնի տեղահանվածների վերադարձի եւ սեփականության իրավունքները։ Արցախցիները իրենք իրավունք ունեն վերադառնալու իրենց պատմական հայրենիք, իրենց բնակավայրեր, իրենց տները եւ դա միջազգային իրավունքով սահմանված է։ Վերադարձի իրավունքը միջազգային իրավունքի նորմերից եւ այստեղ որևէ մեկը ով էլ լինի, ինչ պաշտոն ունենա կամ չունենա, չի կարող դրա դեմ որևէ բան դուրս գալ։ Ինքը իրավունք ունի նման առավելս որպես պետության ղեկավար միանգամից փակել է թեպան ընդհակառակը որպես պետության ղեկավար Գոլիչ Ալեն Սիմոնյան ինքն է շահագրգռվածնելու հարցը բարձրացնել։ Սա ասեմ, բխում է ոչ միայն արցախցիների շահերից, այլև Հայաստանի Հանրապետության շահերից։ Այն, որ Արցախը հայկական է, անքննելի է եւ ապացույցների կարիք չկա։ Նույնքան անքննելի է նաեւ վերադարձի իրավունքն իրացնելու հարցը։ Արցախի հայությունը այո, գտնվում է իր հայրենիքում, անշուշտ գտնվում է իր հայրենիքում, բայց Արցախի հայության բնորանը Արցախն է, որտեղ ապրել է, արարել է, ստեղծագործել է, պետականություն է կերտել հայ ժողովրդի Արցախյան ազգահատվածը։ Եվ մենք ընդհանրապես, ուրեմն ձեր նշած անձի անունը չեմ էլ ուզում տամ ընդհանրապես, որտեղ այդպիսի մարդիկ ժամանակավրեպ մարդիկ են եւ անկարևոր մարդիկ են։ Արցախի մենք պիտի ամեն ինչ անենք, բոլոր հնարավոր ու անհնար եղանակներով, հասնելու նրան, որ դեօկուպացիայի ենթարկվի Արցախը եւ Արցախի հայությունը տիրոջ իրավունքով եւ կարգավիճակով վերադառնա Արցախ։ Մինչ Ալեն Սիմոնյանն այսպես կոչված խաղաղության նոր փուլի անցնելու մասին է խոսում, Ադրբեջանում արտահերթ քննարկում են անցկացնում թրիփը պաշտոնապես Իլհամ Ալիևի անունով կոչելու համար։ Զրուցակիցներս խաղաղությունը փնտրում են մանրադիտակով, հեռադիտակով, անզեն աչքով եւ չեն գտնում։ Գուցե Արցախում հաստատված խաղաղության կրկնության մասին են ակնարկում։ Երկիր առանց հայերի։ Անի Աբաղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Բայց մի պահ տեղափոխվենք 2018 թվական։ Հավանաբար բոլորդ հիշում եք, որ 2018 թվականին Հանրապետության հրապարակը լի էր փոփոխություն պահանջող մարդկանցով։ Հազարավոր մարդիկ դուրս էին եկել հրապարակներ, հավատալով, որ երկիրը կանգնած է նոր շրջափուլի շեմին։ Իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը խոստանում էր նոր Հայաստան առանց կոռուպցիայի, արդար դատական համակարգով, ուժեղ տնտեսությամբ, անվտանգ պետությամբ եւ հաղթանակած Արցախով։ Բայց ինչպես տեսնում եք, 8 տարի անց Հայաստանը կանգնած է բոլորովին այլ իրականության առաջ։ Իսկ նույն քաղաքական գործիչը, որը տարբեր ամբիոններից իրեն ընտրողներին տարիներ առաջ հայտարարում էր Արցախը Հայաստանը եւ վերջ, այսօր նույն հրապարակներից հայտարարում է, որ Ղարաբաղի հարց գոյություն չունի։ Քարոզարշավի ավարտին ընդառաջ հետադարձ հայացք վերջին 8 տարիների ամենահնչեղ հայտարարություններին։ 2018-ին Նիկոլ Փաշինյանը փողոցից եկավ իշխանության խոստանալով նոր Հայաստան։ Հանրապետության հրապարակը լցված էր փոփոխություն պահանջող մարդկանցով, իսկ այդ մարդկանց Փաշինյանն ու իր թիմը խոստանում էին կոռուպցիայի վերացում, արդարություն, տնտեսական հեղափոխություն, ուժեղ բանակ եւ հաղթանակած Արցախ։ 8 տարի առաջ իշխանության եկած այսպես կոչված հեղափոխական իշխանությունը խոստանում էր արմատական փոփոխություններ գրեթե բոլոր ոլորտներում։ Այդ խոստումները հնչում էին ամեն օր հրապարակներում, ուղիղ եթերներում ու նախընտրական հանդիպումների ժամանակ։ Բայց այդ խոստումները այդպես էլ մնացին միայն հենց խոստում։ Ավարտին է մոտենում Հայաստանի համար ճակատագրական համարվող խորհրդարանական ընտրության քարոզարշավը։ Ուղիղ 5 եւ 8 տարի առաջ եւս նախընտրական շրջան էր։ Նիկոլ Փաշինյանը շրջում էր նույն բնակավայրերով ու կրկնում նույն խոստումները, որոնց մասին խոսում է նաեւ այսօր։
իսկ երբեմն նույնիսկ ասում է բաներ, որոնք տրամաբանական առումով հակասում են իր նախկին հայտարարություններին, հատկապես Արցախի թեմայով։ 8 տարի առաջ, 2018 թվականի օգոստոսի 17-ին Նիկոլ Փաշինյանը ժողովրդին հրավիրել էր հրապարակ ու հայտարարել. Փողեր են ծախսում, լրատվամիջոցներ են առնում, ֆեյքեր են վարձում, վարձու պրոֆիլներ են բացում, որ հայտարարեն, թե Փաշինյանի կառավարությունը, թե Փաշինյանը եկել է հողեր հանձնելու։ Դուք պատկերացնում եք, ես Ղարաբաղի հարցով դեռ մի բառ չեմ բանակցել։ Նրանք ասում են, թե եկել է հող հանձնելու։ Իրանք իրանց հետ են շփոթում։ Այդ հայտարարությամբ Փաշինյանը ըստ էության վստահեցնում էր, որ ինքը չի եկել Արցախը հանձնելու։ Սակայն ընդամենը 1 տարի անց արդեն Ստեփանակերտի հրապարակում նա հայտարարում էր. Արցախը Հայաստան է եւ վերջ։ Այդ ժամանակ այս հայտարարությունը ներկայացվում էր որպես անբեկանելի քաղաքական դիրքորոշում։ Սակայն հետագա իրադարձությունները լրիվ այլ զարգացում ունեցան։ Չնայած պատերազմին 2021 թվականին Հայաստանում կրկին նախընտրական շրջան էր։ Արցախյան 44-օրյա պատերազմն ավարտվել էր, Արցախի մեծ մասն արդեն անցել էր Ադրբեջանի վերահսկողության տակ, բայց Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե տեսնում է ավելի մեծ հնարավորություններ Արցախի հարցը հայկական կողմի օգտին լուծելու համար։ Ես այսօր ավելի շատ հնարավորություններ եմ տեսնում Արցախի հարցը մեր պատկերացումներին համապատասխան լուծելու համար, քան թե դա գոյություն ուներ 4 տարի առաջ։ Սակայն նույն այդ երաշխավորը, որը ի պաշտոնե նաև Արցախի անվտանգության գլխավոր պատասխանատուն էր, ընտրությունից ընդամենը 2 տարի անց 2023 թվականի սեպտեմբերի 22-ին հայտարարում էր. Հայաստանի Հանրապետությունը, այո, ճանաչում է Ադրբեջանի 86,600 տարածքային ամբողջականությունը։ 86,600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Բայց դեռ 2018-ին Արցախի վերաբերյալ խոստումներն ու երաշխիքները այսքանով չէին ավարտվում։ Փաշինյանը վստահեցնում էր, որ ժողովրդից գաղտնի որևէ փաստաթուղթ չի ստորագրի եւ որևէ որոշում չի կայացնի առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու։ Երբ որ իմանամ տեսնեմ, որ կա տարբերակ, որի շուրջ իսկապես կարելի է խոսել, ես կգամ եւ կկանգնեմ այստեղ, բոլոր մանրամասնություններով կներկայացնեմ ձեզ եւ դուք կորոշեք, մենք գնում ենք այդ տարբերակով կարգավորման, թե չենք գնում։ Փաշինյանը, որը Արցախի կեսից ավելին հանձնեց գիշերը գաղտնի ստորագրությամբ, 44 օր շարունակ հայտարարում էր հաղթում ենք, 2021 թվականի քարոզարշավի ժամանակ ասում էր. Չհավատակ, երբ որ ձեզ կասեն, թե մենք ինչ-որ բան ուզում ենք ինչ-որ մեկի տանք, մենք չենք կարող։ Փաշինյանը, որը տարիներ առաջ հայտարարում էր Արցախը Հայաստան է եւ վերջ, որը խոստանում էր վերադարձնել Շուշին ու Հադրութը, այսօր 8 տարի անց ոչ միայն հրաժարվում է նախկին ձևակերպումներից, այլև արդեն հարցականի տակ է դնում նույնիսկ Արցախի հայկական պատկանելիության մասին տարիներ շարունակ հնչեցրած սեփական թեզերը։ Արդեն Սյունիքում, որտեղից ի դեպ սկսել է նաև 2026 թվականի քարոզարշավը։ Այսօր ինչ խոսում են, ասում են Ղարաբաղը, Արցախը, Ղարաբաղը, Արցախը։ Ասում են հող ենք կորցրել։ Այդ հողը ինչով է մերը եղել։ Ինչով, մենք բացատրեք ինչով, այնտեղ դպրոց են կառուցել, մանկապարտեզ են կառուցել, գործարան են կառուցել, ապրել ենք այնտեղ, բնակավայր ինչով է մերը եղել։ Որ ասում են Ղարաբաղը մերն էր, այլևս մեր չի, սուտ է դա։ Իրականությունն է, որ Հայաստանը մերը չէր, հիմա մերն է։
Մինչդեռ տարիներ առաջ հենց նույն իշխանությունն էր խոսում Արցախի ենթակառուցվածքների զարգացման, ներդրումների եւ պետական ծրագրերի մասին։ Եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ինչու է Վարդան Սրմաքեսը Հայաստանում եւ Արցախում միլիոնավոր դոլարների ներդրումներ անում եւ զարգացման ծրագրեր իրականացնում։ Եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ինչու են Սամվել Կարապետյանը եւ Ռուբեն Վարդանյանը միլիոնավոր դոլարներ ներդրում։ Բայց հետաքրքիր է, որ Փաշինյանն այսօր Սյունիքի մասին կրկնում է նույնատիպ ձևակերպումներ, ինչ տարիներ առաջ անում էր Արցախի վերաբերյալ։ Սյունիքը եղել է կա եւ կլինի Հայաստանի Հանրապետության անբաժանելի մասը։ Սակայն Փաշինյանի կոշտ հայտարարությունները Արցախի վերաբերյալ այսքանով չեն ավարտվում։ Քարոզարշավի այս օրերին նա արդեն հստակ հայտարարում է. Չկա Ղարաբաղի հարց։ Ով որ ուզենա Ղարաբաղի հարց բացի, ինձ հետ գործ ունենալու Հայաստանի ժողովրդի հետ գործ անել։ Փաշինյանի ելույթներում հնչում են նաև կոշտ գնահատականներ ու սպառնալիքներ, սեփականությունը խլելու, վիշապի գլուխները կտրելու մասին։ Նիկոլ Փաշինյանը, որը դեռևս 2021 թվականի քարոզարշավի ընթացքում հայտարարում էր, որ իշխանությանը խանգարում է Թավիշը եւ խոսում էր պողպատե մանդատի անհրաժեշտության մասին, այսօր այդ նույն պողպատե մանդատով, որը մուրճի տեսք ուներ, իրեն սպասարկող մեքենայի պիկապի թափքից սպառնում է ընդդիմադիր կամ իրեն հակառակվող գործիչներին։ Մենք բազմագլուխ հետ հրեշի գլուխները ջնջխելով եկել ենք եւ ահա հասելա վերջին 3 գլուխը։ Քարոզարշավի այս օրերին անմասն չմնացին նաև արցախցիները։ Ձերբակալվեց արցախցի Արթուր Օսիպյանը, որը պարզապես համարձակվել էր մոտենալ Փաշինյանին եւ հարցել ուղղեր նրան։ Օսիպյանը այժմ գտնվում է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում եւ արդեն 13-րդ օրն է, ինչ շարունակում է հացադուլը։ Սպուտնիկ Արմենիայի հետ զրույցում փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը նշել է, որ այս պահին Օսիպյանի գործը գտնվում է վերաքննիչ դատարանում։ Բազմաթիվ անձինք, այդ թվում հարազատներ, մտերիմներ, հասարակական ակտիվ շրջանակներ դիմել են Օսիպյանին, խնդրելով դադարեցնել հացադուլը, սակայն նա վճռական է տրամադրված։ Օսիպյանը հացադուլից դուրս չի գա այնքան ժամանակ, մինչև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն փախած անվանելու եւ իր արժանապատվությունը վիրավորելու համար ներողություն չխնդրի։ Հիշեցնեմ, որ Օսիպյանին մեղադրում են խուլիգանության, նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու եւ բռնություն գործադրելու հրապարակային կոչերի հոդվածներով։ Իդեպ քարոզարշավի վերջին կիրակին է ու քաղաքական ուժերը շարունակում են հանդիպումները քաղաքացիների հետ, ներկայացնում իրենց ծրագրերը եւ փորձում համոզել ընտրողներին, որ հենց իրենք են այն ուժը, որը կարող է ապահովել երկրի ավելի լավ ապագան։ Օրինակ, իշխող ուժը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր Երևանի Նոր Քմարաշ վարչական շրջանում էր։ Հանդիպման ժամանակ մի մանկահասակ երեխա մոտեցել է Փաշինյանին ու հարցեր տվել։ Իսկ թե ինչ է հարցրել, լսենք։ Եթե դուք խաղաղություն եք կնքի, ինչի եք զենք գնում։ Բասել են, որովհետև բանը պաշտպանունակ բանակ չունեցող երկիրը կարա գայթակղի չլինի ագրեսիայի համար, այ այդ պատճառը, որ Իսկ դուք ասում եք, որ Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի, մեկ էլ Քոչարյանի տղաները չեն ծառայել, իսկ դուք ծառայել եք։ Ես չեմ ծառայել, որովհետև իմ երկու եղբայրները ծառայած են եղել եւ 91 թվականին տենց օրենք ա եղել, որ երրորդ զավակը չի գնում բանակ, այսինքն օրենքով սահմանված կարգով ինձ պետությունը ազատել է բանից, բայց իմ տղան ծառայել։ Իսկ ինչ իրավունքով եք դուք մեղադրում նրանց, եթե դուք նույնիսկ չեք ծառայել։ Ես, որովհետև օրենքով սահմանված կարգով պետությունը օրենքը ինձ չի տարել բանակ, ոչ թե ես չեմ գնացել, այլ չի տարել, այլ իրանց զավակները հաշվառված չեն եղել կամ տարբեր կեղծ պատճառաբանություններով ազատվել։ Դուք նաև վիրավորում եք տարբեր քաղաքական գործիչների եւ ժողովրդին։ Ես ժողովրդին չեմ կարող վիրավորել, ժողովուրդը իմ գործատունն է, իմ տերն է ժողովուրդը, ես ոնց կարամ ժողովրդին Ես շատ եմ լուրեր նայում, հանգիստ եք։ Սխալ լուրեր են ցույց տալիս, սխալ բաներ են քեզ ցույց տալիս։ Ձեր ալիքով սխալ լուրեր են հասկանում։
Իսկ քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկել է Հայաստան դաշինքի հանրահավաքը։ Մեր նկարահանող խումբը այնտեղ է, ուղիղ միացմամբ հետևենք, թե ինչ է կատարվում։ Հայաստանի Հանրապետությունում Հայաստան դաշինքը իր ծրագրերով, իր թիմով, կարողունակ թիմով արդեն ապացուցել է, որ կարող է, ունակ է և վերականգնելու է արժանապատվությունը, զարգացնելու է տնտեսությունը, սոցիալական կյանքը բարելավելու է և յուրաքանչյուր մարդ հպարտ է լինելու, որ ապրում է այդպիսի Հայաստանում, որովհետև այս դաշինքը իր մեջ ներառում է ոչ միայն 136 տարվա ազգային քաղաքական ուժին, հայեղափոխական դաշնակցությանը, նաև նոր առաջադեմ առաջ կուսակցությանը իր կայուն կադրերով։ Անվտանգային հարցերից բացի քաղաքական ուժերը շարունակում են ներկայացնել նաև իրենց սոցիալ-տնտեսական ծրագրերը։ Գյումրիում ընտրողների հետ հանդիպմանը ուժեղ Հայաստան դաշինքի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը խոսել է քաղաքի հիմնական խնդիրների մասին, առանձնացնելով դոմիկներում ապրող ընտանիքներին և ծայրահեղ աղքատության մեջ ապրող բնակիչներին։ Մենք այն քաղաքացիներին, ովքեր ծայրահեղ աղքատ են, 150,000 դրամ 5 հոգանոց ընտանիքին աջակցություն է տրամադրվելու, որպեսզի հնարավորություն ունենան մարդիկ աղքատությունից ելնեն։ Երրորդ բանը աշխատատեղերը։ Ժողովուրդ, մենք աղքատության, Հայաստանի ամենաաղքատ մարզում ենք, աղքատությունը չենք կարող լուծենք, եթե չստեղծենք աշխատատեղեր։ Մենք այս բարդ պարագայում աղքատությունը չենք կարող հաղթահարենք, եթե չենք ստեղծում ուժեղ արդյունաբերություն, եթե Գյումրին չենք սարքում ներգնա տուրիզմի կենտրոն, լուրջ աշխատանք է պետք, դժվար օրեր են սպասվում, բայց ես ձեզ վստահեցնում եմ, մենք ամեն ինչ անելու ենք, որ Հայաստանի ամենաաղքատ մարզից Շիրակի մարզը դառնա ամենաբարեկեցիկ մարզը։ Ուժեղ Հայաստան դաշինքի հանրահավաքի ընթացքում հնչել է նաև աջակցություն մեկ այլ քաղաքական գործչից։ Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում գտնվող Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հրապարակային ուղերձով դիմել է գյումրեցիներին, կոչ անելով աջակցել Սամվել Կարապետյանի առաջնորդած քաղաքական ուժին։ Լավ իմացեք, բարձրյալ Աստծո զորավիկ աչքն է և ձեր անշահախնդիր սերն է, որ ինձ այս 4 պատի մեջ ուժ է տալիս պայքարելու հանուն Գյումրու ու հանուն դրախտավայր Հայաստանի։ Մենք միասին երկար ճամփա ենք անցել։ Երկրաշարժի փլատակների տակ մնացած հին Լենինականից Աստծո առաջնորդությամբ միասին կառուցեցինք այսօրվա զարգացող ու պայծառ Գյումրին։ Ավարայրի Սրբոց Վարդանանց այս չքնաղ հրապարակը, ձեր առջև վեր հառնող քաղաքապետարանի շենքը ու մեր վերածնունդի զարդը, Սուրբ ամենափրկիչ եկեղեցին։ Քարոզարշավի ընթացքում ակտիվ քննարկվող թեմաներից մեկն էլ կուսակցությունների պետական ֆինանսավորումն է։ Շատերը գուցե չգիտեն, սակայն պետական բյուջեից ֆինանսավորում ստանում են ոչ միայն խորհրդարան անցած ուժերը, այլև որոշ կուսակցություններ, որոնք բավարար ձայներ չեն հավաքել պատգամավորական մանդատ ստանալու համար։ Թե ինչպես է գործում այդ համակարգը և ովքեր են ստանում պետական աջակցություն, Սեդակ Յուրեղյանի ռեպորտաժում։ Մեր վճարած հարկերից գումար են ստանում անգամ այն կուսակցությունները, որոնք չեն անցել խորհրդարան, ստանում են բավականին մեծ գումարներ։ Պատահական չէ, որ Հայաստանում այդքան մեծ թվով քաղաքական ուժեր են մասնակցում ընտրություններին։ Եթե մինչև 2020-ը օրենքով ուժերը տարեկան 40 դրամ էին ստանում իրենց ստացած յուրաքանչյուր ձայնի համար, ապա 2020-ի փոփոխություններից հետո բանաձև է փոխվել։ 2-ից 5% հավաքած կուսակցությանը տրված ձայները բազմապատկվում են բազային նվազագույն աշխատավարձով 1000 դրամով, իսկ 5-ից 20% հավաքածներինը 500 դրամով։ Իրականում այդ ֆինանսավորումը պետական նպատակ ունի համաշխարհային պրակտիկայում բռնելու ձեռքը փոքր կուսակցությունների քաղաքական դաշտը լավարկելու, որպեսզի իրենք հնարավորություն ունենան մասնակցելիության տեսանկյունից, մրցունակ լինելու ավելի խոշոր քաղաքական ուժերի հետ։ Մինչդեռ Հայաստանում սխեման այլ կերպ է աշխատում։ Ուժերը մասնակցում են ընտրությանը, փոշիացնում ձայներ, 5 տարով անհետանում քաղաքական դաշտից փաստացի որևէ հասարակական գործունեություն չծավալելով, բայց փոխարենը վարձատրվում հարկատուի գրպանից։
Եթե առողջ միջավայր լիներ, չունենանք այս նախադեպային պրակտիկան, այդքան փոշիացումների հնարավոր կարելի էր շատ դրական վերաբերել, բայց մենք ցավոք սրտի տեսնում ենք, որ փոքր քաղաքական ուժերի մասնակցելիության տեսանկյունից ըստ էության բավականին ձայն է փոշիանում, ինչը բացասաբար է անդրադառնում քաղաքական դաշտի վրա։ Facebook-ի օգտատեր Հովանես Դանելյանն է հետաքրքրվել օրենքի մանրամասներով ու հաշվարկել, որ օրինակ Արամ Սարգսյանի Հանրապետություն կուսակցությունը տարեկան 38 միլիոն դրամ գումար է ստացել պետբյուջեից։ 2021-ի խորհրդարանական ընտրություններին Սարգսյանի ուժը 38758 ձայնով 3.04% արդյունք է ունեցել, բայց խորհրդարան չի անցել։ 5 տարվա կտրվածքով կուսակցության ստացած գումարները ահռելի են։ 5 տարվա կտրվածքով դա մոտ 180 միլիոն դրամն է։ Այսինքն ես որպես քաղաքացի չեմ գտնում, որ իմ հարկերը պետք է գնան այն կուսակցություններին, որոնք ազգային ժողովում ներկայացված չեն, եւ փաստացի իմ համար որպես հարկատու ոչինչ չեն անում։ Բոլորին դեմ եմ կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը որպես լուծում առաջարկում է յուրաքանչյուր անձ ինքը որոշի, թե որ կուսակցությանն է ուզում փոխանցել իր գումարը։ Իդեպ օրենքը քննարկվել է 3 խորհրդարանական ուժերի, այն ժամանակ Իմ Քայլը դաշինքի, Լուսավոր Հայաստանի եւ Բարգավաճ Հայաստանի մասնակցությամբ։ 2%-ից պակաս ձայն հավաքած կամ ընտրությանն առհասարակ չմասնակցած արտախորհրդարանական ուժերը փոփոխությունների արդյունքում ձեռնունայն են մնացել, առանց պետական ֆինանսավորման, իսկ մասնավորից ֆինանսավորումն արգելված է։ Նորմալ բազմակողմանի կուսակցությունների մասին օրենք գրել հնարավոր է ավելի լայն ներգրավվածության պայմաններում, երբ որ փոքր արտախորհրդարանական քաղաքական ուժերի կարծիքը եւ հոգսերը նույնպես հնչում են, հայտնի են դառնում եւ հաշվի են առնվում։ Կուսակցությունների մասին օրենքով ֆինանսավորվում են ոչ միայն ընտրապայքարից դուրս մնացած քաղաքական ուժերը։ Քաղաքացիական պայմանագիրը 2021 թվականի խորհրդարանական ընտրությանը 688,000 քվ է հավաքել, բայց բյուջեից ստացել է տարեկան 144 միլիոն դրամ։ 20%-ից ավելի ձայն հավաքած ուժերը օրենքի համաձայն ստանում են մինչև 5% հավաքելու դեպքում յուրաքանչյուր քվեի դիմաց 1000 դրամ, 5-ից 20% ձայների դեպքում 500 դրամ, 20%-ից ավելի քվեի դեպքում 250 դրամ յուրաքանչյուր ձայնի համար։ Վերջին 5 տարվա համար քաղաքացիական պայմանագրի բյուջեից ստացված ընդհանուր գումարը տեսականորեն կարող է կազմել 722 միլիոն դրամ, եթե չափը նվազեցված չլինի օրենքում նախատեսված կետերով։ Սեդակ Յուրեղյան, Էդիկ Մալաքյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Ներքաղաքական զարգացումներին զուգահեռ շարունակում են ուշադրության կենտրոնում մնալ նաև հայ-ռուսական հարաբերությունները։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու կամ ԵՄ-ի հետ մերձենալու հարցը այս պահին չի դիտարկում, եւ նման որոշում կարող է քննարկվել միայն այն դեպքում, երբ իրավիճակը հասնի կրիտիկական կետի։ Նրա խոսքով ներկայում տնտեսական դժվարությունները հիմնականում տեխնիկական բնույթի են եւ լուծելի։ Այս հայտարարություններին արձագանքել է Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, նշելով, որ ԵԱՏՄ-ի շուրջ որոշ քաղաքական մեկնաբանություններ կապված են ներքին քաղաքական գործընթացների, այդ թվում ընտրական շրջանի հետ։ Մենք ճնշում չենք գործադրում ժողովրդի վրա, հատկապես որ հասկանում ենք, որ սա քաղաքական խաղ է։ Շուտով Հայաստանում ընտրություն է։ Նրանք սա շրջանառում են որպես ընտրական հնարք, բայց ՀՀ ղեկավարությունը սխալվում է այսպես վարվելով։ Հայ ժողովուրդը պետք է շատ զգույշ լինի ՌԴ-ի եւ Եվրոպայի միջև ընտրություն կատարելիս, որ չկրկնվի Ուկրաինայի ճակատագիրը։ Հայաստան այցելած եվրոպացի առաջնորդները որևէ խոստում չեն տվել, միայն քննադատել են Ռուսաստանին եւ Բելարուսին։ Ինչպես հասկացաք, էներգետիկ թեման անմիջապես կապվում է նաև Հայաստանի արտաքին քաղաքական ընտրության հետ։ Բայց հետաքրքիր է, որ Հայաստանի էներգետիկ քաղաքականությունը վերջին շրջանում հայտնվել է ակտիվ քննարկումների կենտրոնում։ Գազի շուրջ խոսակցությունները այլևս միայն տնտեսական չեն։ Դրանք վերածվել են նաև քաղաքական եւ արտաքին ուղղությունների մասին բանավեճի։ Մի կողմից խոսվում է էներգետիկ կախվածությունը նվազեցնելու եւ նոր աղբյուրներ գտնելու մասին, մյուս կողմից հարց է առաջանում, որքանով են այդ այլընտրանքները իրական եւ ինչ գնով կարող են դրանք իրականացվել։ Այս ֆոնին փորձագետները հիշատակում են Մոլդովայի օրինակը, որտեղ ռուսական գազից հրաժարվելու գործընթացը հանգեցրել էր ոչ միայն էներգետիկ, այլ նաև քաղաքական լուրջ փոփոխությունների։ Ինչ տարբերակներ են այսօր քննարկվում Հայաստանի համար, Անի Աբաղյանի ռեպորտաժում։
ռուսական գազի թանկացման, սեփական գազ ունենալու, եվրոպական միջոցների անցնելու վերաբերյալ հայտարարությունները ընտրությունից առաջ կոշտացել եւ հաճախակի են դարձել։ Մենք չենք լինելու մի խողովակի հույսին։ Բացի այդ, Փաշինյանը վստահեցրել էր, գազը չի կարող թանկանալ։ Նման բան չի կարող լինել, որովհետև մենք պայմանագիր ունենք։ Ռուսական պարբերականներն էլ գրում են, Մոսկվան կարող է դադարեցնել կամ խզել միակողմանի կերպով պաշտոնական Երևանին գազի, նավթամթերքների մատակարարման պայմանագիրը։ Եվ այս հայտարարությունների ֆոնին, երբ հիշում ենք Եվրամիության 500 միլիոն եվրո ներդրման, դիվերսիֆիկացիայի, Մոլդովայի հետ համեմատականների մասին, աշխարհաքաղաքական շահերի բախման խճանկարը ամբողջանում է։ Հայաստանի Հանրապետությունը այլևս որևէ իրավիճակում առանց այլընտրանքի չի մնալու, որևէ իրավիճակում։ Ինչ այլընտրանքների մասին է խոսում Նիկոլ Փաշինյանը եւ ինչու է Եվրամիությունը հիշատակում մոլդովական սցենարը։ 2025-ի ընտրությունից առաջ Մոլդովայում գազի հարցը դարձավ ոչ թե էներգետիկ, այլ քաղաքական գործիք։ Խզվեցին պայմանագրերը ռուսական գազի մատակարարման վերաբերյալ, գազը թանկացավ, Մոլդովայի իշխանությունն անցավ ավելի թանկ եվրոպական շուկաների։ Ընտրությանն ընդառաջ քաղաքացիների դժգոհության ալիքը կանխելու համար Եվրամիությունը սկսեց սուբսիդիաներ տրամադրել։ Վահե Դավթյանի խոսքով Մոլդովայում ռուսական գազից հրաժարումը հանգեցրեց ոչ այնքան իրական էներգետիկ դիվերսիֆիկացիայի, որքան նոր կախվածության ձևափոխման։ Սկսեցին ֆինանսավորվել Մոլդովայի տնտեսական առանձին հատվածներ, բայց ընդհանրապես վերջերս մենք իմացանք, որ Արժույթի միջազգային հիմնադրամը, որը այսպես գլոբալ ֆինանսական ճարտարապետության անկյունաքարային ինստիտուտներից մեկն է, դադարեցրել է Մոլդովայի ֆինանսավորումը այն պատճառաբանությամբ, որ Մոլդովան այո, որդեգրել է մի շարք ռազմավարություններ, ուղղված մոդեռնիզացման, ուղղված տնտեսական ազատականացման եւ այլն, բայց բավարար մակարդակով անց չեն կացվել ինստիտուցիոնալ ռեֆորմները։ Բայց դրանք երկար չեն կարող շարունակվել, նշում է Դավթյանը։ Նրա գնահատմամբ միջազգային ֆինանսական կառույցները սկսել են ավելի զգուշավոր մոտեցում ցուցաբերել Մոլդովայի նկատմամբ։ Վերադառնալով Հայաստան, վիճակն աշխարհաքաղաքական տեսանկյունից նման է, բայց Հայաստանը չունի այն նույն աշխարհագրական ու քաղաքական հնարավորությունը, ինչ ունեցել է Մոլդովան, նշում է ՄԱԿ-ում էներգետիկայի գծով փորձագետ Արամ Արջանյանը։ 500 միլիոն եվրո դուք չեք կարող վառել ջերմակայաններում եւ ստանալ էլեկտրականություն։ Դուք չեք կարող տալ բնակչությանը եւ ասել գնացեք ձեզ համար ձվածեղ պատրաստեք այդ 500 միլիոն եվրոն այրելով ձեր խոհանոցում։ Անհրաժեշտ է գազ, Հայաստանին անհրաժեշտ է գազ։ Եվրամիությունը Հայաստանին գազ մատակարարել չի կարող։ Եվրամիությունը ինքն է Հարավային Կովկասից գազ արտահանում դեպի օրինակ Հարավային Եվրոպայի երկրներ։ Իսկ ինչ այլընտրանքի մասին է ակնարկում Փաշինյանը, ինչ խողովակ է ավելանալու։ Վահե Դավթյանը կարծում է, թրիփի մասին է խոսքը։ Պաշտոնը այդքան լավ չի տիրապետում իրավիճակին, ինչու, որովհետև եթե թրիփով անցկացվի գազամուղ, իսկ սրա ծրագրերը կան եւ Թրամփն էլ իր գերարման մեջ փաստացի անուղղակիորեն դրա մասին խոսեց, այսինքն եթե անցկացվում գազամուղ, ապա միջազգային պրակտիկայից ելնելով դրա տարանցման տոկոսը կարող է, որը կարող է, այո, փոխանցվել Հայաստանին, կարող է լավագույն դեպքում հասնել 15-ից 20%-ին։ Եվ սա այն ծավալը չի լինի, որը կարող է բավարարել Հայաստանի ներքին պահանջարկը, որը հասնում է մինչև 2.5 միլիարդ խորանարդ մետրի տարեկան։ Արամ Արջանյանի խոսքով տարածաշրջանի ամենախոշոր գազային ծրագիրը կարող էր դառնալ Տրանսկասպյան գազատարի կառուցումը։ Այն թուրքմենական գազը կհասցնի Ադրբեջան, հետո օրինակ Հայաստան, իսկ Թուրքիայով էլ Եվրոպա։ Այս ճանապարհով հնարավորություն կարող է ունենալ Հայաստանը տրանզիտ գազ ստանալու, բայց սա իրականություն չի դարձել եւ Արջանյանի կարծիքով չի էլ կարող իրականանալ։ Տրանսկասպյան ծրագրի իրականացման համար դուք պետք է ունենաք Կասպյան 5 երկրների կոնսենսուսային համաձայնությունը։ Անցած տարիներին այս պահին եւ կարծում եմ մոտակա ապագայում Ռուսաստանը եւ Իրանը կտրականապես դեմ են այս տրանսկասպյան ծրագրերի իրականացմանը, իսկ բացի թուրքմենական գազից Ադրբեջանը ուրիշ գազ չունի Հայաստանին տալու։ Ադրբեջանի ամբողջ գազը Շահդենիզի գազը, այսպես ասած, 100%-ով արդեն վաճառված ասելով մոտակա 10 տարիներին վաճառված է Եվրոպայում բավական բարձր գներով, այդպես որ Ադրբեջանը Հայաստանին գազ չունի մատակարարելու։
Զրուցակիցներս անդրադարձել են նաև Իրան-Հայաստան գազամուղին, ընդգծելով, որ թեև տեխնիկապես այդ ուղղությունը կարող է դիվերսիֆիկացիոն հնարավորություն ապահովել, սակայն ենթակառուցվածքը պատկանում է Գազպրոմ Արմենիային, ինչը ըստ փորձագետի թույլ չի տալիս ամբողջությամբ շրջանցել ռուսական գործոնը։ Հայաստանի Հանրապետությունը այլևս որևէ իրավիճակում առանց այլընտրանքի չի մնալու, որևէ իրավիճակում։ Արամ Արջանյանի խոսքով նյարդային հայտարարությունները պայմանավորված են հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությամբ։ Կարծում եմ, որ հունիսի 8-ից հետո իրադրությունը շատ ավելի կհանդարտվի եւ մենք կգանք արդեն բնականon երկարաժամկետ վավերություն ունեցող իրողությունների տեսակետին։ Գազի գնի կտրուկ փոփոխությունը ձեռնտու չէ ոչ Հայաստանին, ոչ էլ Ռուսաստանին։ Ի վերջո, գազի գինը բարձրացնելով ոչ թե գործող իշխանությանը, այլ հայ բնակչությանն է ավելի շատ վնասում բարեկամական երկիրը, նշում է փորձագետը։ Անի Աբաղյան, Տարոն Ղանդիլյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Հայաստանի շուրջ միջազգային հետաքրքրության աճը սակայն չի սահմանափակվում միայն ԵԱՏՄ-ԵՄ ընտրությամբ։ Վերջին շրջանում ակտիվացել են նաև Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հազվագյուտ հանքանյութերի ոլորտում գործակցության քննարկումները։ Բայց այստեղ հարցն արդեն միայն հանքերը չեն։ Փորձագետները նշում են, որ եթե այս հարցը առավել լայն համատեքստում դիտարկենք, կտեսնենք, որ աշխարհի խոշոր տերությունները այսօր մրցակցում են ոչ միայն էներգետիկ շուկաների, այլ նաև ռազմավարական հումքի և մատակարարման նոր շղթաների համար։ Այդ շրջանակում Հայաստանը դիտարկվում է որպես տարածաշրջանային կարևոր դիրք ունեցող երկիր հարավկովկասյան և ավելի լայն կենտրոնական Ասիայի ուղիների խաչմերուկում։ Թեմային առավել համապարփակ անդրադարձել է Անահիտ Սարգսյանը։ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հազվագյուտ հանքանյութերի ոլորտում գործակցության շուրջ քննարկումները նոր հարց են առաջ բերել։ Վաշինգտոնի հետաքրքրությունը պայմանավորված է միայն հայկական ռեսուրսներով, թե այստեղ աշխարհաքաղաքական հետաքրքրությունն է առանցքայինը։ Ամենայն հավանականությամբ Հայաստանում կան տարբեր այդ տիպի միներալներ, որոնք իսկապես հետաքրքրում են Միացյալ Նահանգներին։ Բայց այլ բան է, որ այդ պայմանագիրը, եթե դուք ուշադիր կարդաք, այնքան էլ Հայաստանի ձեռնատու չէ, որտեղ այնտեղ խոսքը չի գնում այդ, ասենք թե դրա ինչ որ արդյունահանման, վերամշակման, որտեղ ցանկացած հանքահումքի արդյունահանում ինքը դառնում է էֆեկտիվ, եթե դու վերամշակումը, գոնե մասսան վերամշակումը քո տարածքում ես անում։ Եթե դու միայն հանքի արդյունահանողն ես եւ արտահանող, ապա դա բերում է քեզ մինիմալ օգուտներ եւ ահռելի վնասներ, որտեղ հանքարդյունաբերությունը ինքնին էկոլոգիական առումով բավականին վնասակար է։ Արմեն Մանվելյանը նշում է, ժամանակին Սովետական Միությունում ակտիվորեն հետազոտություն է իրականացվել, թե Հայաստանի տարածքում որտեղ կան հանքանյութեր, հիշեցնում Արփասեվան նախագծի մասին։ Սյունիքի հարստությունը հիմնականում մոլիբդենն է, սակայն տարածքն ամբողջովին ուսումնասիրված չէ։ Հնարավոր է գտնվեն նաև այլ օգտակար հանքանյութեր։ Բացի դրանից, կախված տեխնոլոգիական զարգացումից պահանջարկը փոխվում է։ Միգուցե նախկինում էլ են գտել, սակայն չի եղել պահանջարկ։ Այսինքն Վաշինգտոնն իսկապես հետաքրքրություն ունի այս տարածքի նկատմամբ։ Պետք է հաշվի առնել եւ Միացյալ Նահանգների շահերը եւ բնականաբար սեփական ազգային տնտեսության շահերը։ Դա մասնագիտական արդեն քննարկման առարկա է, ինչը Հայաստանի պարագայում տնտեսության կառավարման ուղղակներին շատ բնորոշ չէ, որ կատարեն ճշգրիտ հաշվարկներ եւ ասեն, թե որքանով է նպատակահարմար։ Այժմ խոշոր խաղացողները ռեսուրսների մեծ պահանջարկ ունեն եւ իրենց ուշադրությունը կենտրոնացնում են այն տարածաշրջանների եւ երկրների վրա, որտեղ հնարավոր է ռեսուրսներն ավելի մատչելի գնով ձեռք բերել։ Հայաստանը շատ ավելի մեծ աշխարհատնտեսական նախագծի մաս է, որի նպատակը Հարավային Կովկասով եւ Կենտրոնական Ասիայով անցնող նոր մատակարարման շղթաների ձևավորումն է, կարծում է տնտեսագետ Թաթուլ Մանասարյանը։ Միացյալ Նահանգները նաև իր ներկայությունը ապահովելու համար տարածաշրջանում, հատկապես Իրանի սահմանի մոտ, բնականաբար դա ավելի ձեռնտու է համարում եւ քաղաքական առումով եւս հիմնավորված։ Իսկ Արմեն Մանվելյանը սա համարում է վատագույն պայմանագրերից մեկը եւ կարծում է, որ եթե ամերիկացիները կարողացան ռուսներից վերցնել հանքանյութերի քարտեզները, ել ավելի վատ կլինի։
Ինչ վերաբերում է Կենտրոնական Ասիայի վրա դուրս գալու մասին, ապա փորձագետը սա Ադրբեջանի կողմից շրջանառվող միֆ է համարում, որից էլ օգտվում է գործող ռեժիմը։ Կենտրոնական Ասիայից ապրանքը կգնա դեպի Եվրոպա, Եվրոպայից էլ կգնա դեպի Չինաստան, չի գալու։ Ոչ ընդդեից ապրանք, ոչ թե այս ճանապարհը թրիփ կոչվածը պետք է միայն Թուրքիային ու Ադրբեջանին։ Ոչ մեկին այլևս պետք չի։ Որովհետև ցանկացած ճանապարհ, որով 74%-ով վերահսկվում է Միացյալ Նահանգների կողմից, երբեք Չինաստանը չի օգտագործի իր ապրանքների արտահանման համար։ Սա մեկ է, եկեք սա այս հասկանանք, որովհետև ընդհանրապես եթե դուք վերցնեք Չինաստանի քաղաքականությունը մեկ գոտի, մեկ ճանապարհ, ապա դրա ամբողջ գաղափարն անում, որպեսզի հնարավորինս իրենց կախվածությունը ծովային ուղիներից, որոնք վերահսկվում են բրիտանացիների ու ամերիկացիների կողմից, քչացնեն։ Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի խոսքով այսօր ռեսուրսների նկատմամբ գլոբալ մրցակցությունը սրվում է, սակայն Հայաստանի նկատմամբ ամերիկյան հետաքրքրությունը միայն տնտեսական չէ։ Նրա գնահատմամբ քաղաքականությունն ու տնտեսությունն արդեն անբաժանելի են, եւ Միացյալ Նահանգները ձգտում է ամրապնդել իր ներկայությունը տարածաշրջանում, այդ թվում Իրանի սահմաններին մոտ տարածքներում։ Կարճ ասած, գերտերությունների նոր պայմանավորվածություններ են անհրաժեշտ ազդեցության գոտիները իրենց մեջ կիսելու կամ վերաբաշխելու համար։ Միացյալ Նահանգները տարբեր աստիճանի հետաքրքրություններ է ունեցել Հայաստանի Հանրապետությունում եւ դա երբեք չի դարձրել, արդեն մոտ կես դարից ավելի է ինչ Միացյալ Նահանգների դեսպանատունը երևի տարածաշրջանի իր չափերով ամենամեծ դեսպանատունն է, այնպես որ սա հուշում է, որ դա նոր երևույթ ուրիշ բան, որ ավելի կոնկրետ քայլեր են ձեռնարկվում, բայց Միացյալ Նահանգները մշտապես ուշադիր հետևում է զարգացումներին եւ Հայաստանում եւ Հայաստանի հարևան երկրներում։ Մանասերյանը հիշեցնում է, Վաշինգտոնի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ նոր չէ։ Տարիներ շարունակ Միացյալ Նահանգները հետևել է տարածաշրջանային զարգացումներին, իսկ այսօր այդ հետաքրքրությունը վերածվում է ավելի կոնկրետ քաղաքական եւ տնտեսական քայլերի։ Ըստ Մանվելյանի, համենայն դեպս, այսպես կոչված միջին միջանցքը չի կարող աշխատել բազմաթիվ պատճառներով։ Դրա առաջ մեծ խոչընդոտ կա հանձինս Կասպից ծովի, հաղթարել այդ ծովը բավականին բարդ է, որտեղ ինքը բավական սաղր ծով է։ Իսկ ամենախոշոր նավերը, որոնք կան Կասպից ծովում, մոտավորապես 15000 տոննա են։ Համացան համար ասեմ, որոնք Պարսից ծոցի նավթատարները սկսում են 100,000 տոննայից, ամենափոքրն է 100,000-ը, ստի ամենամեծը 15-16000 տոննա է։ Այսինքն որ հասկանաք էլի տարբերությունը։ Հետևաբար ցանկացած ապրանք, որը գալիս օրինակից Չինաստանից Կենտրոնական Ասիա, Կենտրոնական Ասիայից պետք է անցնի նավերը, անցնի դեպի Ադրբեջան եւ ապագա, ինքը ահռելի թանկ է նստում։ Այս փաստաթուղթը եւս հիմնված է Միացյալ Նահանգների շահերի վրա, իսկ Վաշինգտոնի այսքան մեծ հետաքրքրությունը պայմանավորված է շատ կարևոր փաստերով՝ փակել Մեղրիի ճանապարհը Իրանի համար, Հայաստանին տանել հակառուսական եւ հակաիրանական ճանապարհով, որը շատ վտանգավոր է Հայաստանի Հանրապետության ապագայի համար։ Անահիտ Սարգսյան, Էդիկ Մալաքյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Մերձավոր Արևելքում լարվածությունը շարունակում է աճել։ Իսրայելի բանակը հայտնում է, որ վերահսկողություն է սահմանել հարավային Լիբանանի Բոֆորի ամրոցի եւ հարակից ռազմավարական լեռնաշխթայի նկատմամբ։ Տեղանքը կարևոր բարձունք է եւ որտեղից վերահսկում են ինչպես Լիբանանի հարավային շրջանները, այնպես էլ Իսրայելի հյուսիսային հատվածները։ Գործողության նպատակը ըստ իսրայելական կողմի Հեզբոլահի ենթակառուցվածքների թուլացումն է։ Իսրայելական կողմը նաեւ հայտնել է մեկ իսրայելցի զինծառայողի մահվան մասին, պաշտոնական Բեյրութը դեռ չի մեկնաբանում վիճակը։ Մերձավոր Արևելքում ուշադրության կենտրոնում է նաև ԱՄՆ-Իրան բանակցային գործընթացը։ New York Times-ի փոխանցմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջարկել է ավելի կոշտ պայմաններ Իրանի հետ հնարավոր համաձայնագրի համար, նպատակ ունենալով արագացնել բանակցությունները։ Ըստ տեղեկության, Սպիտակ տունը փորձում է արագացնել գործընթացը Թեհրանի վրա լրացուցիչ ճնշում գործադրելով։ Տարածաշրջանային լարվածության պայմաններում ողբերգական դեպք է տեղի ունեցել Թուրքիայում։ Դենիզլի նահանգում Իզմիրից Անտալիա ուղևորվող զբոսաշրջային ավտոբուսը շրջվել եւ բռնկվել է։ Զոհվել է 8 մարդ, այդ թվում 1 երեխա, իսկ 33 մարդ վիրավորվել է։ Իսկ Եվրոպայում ուշադրության կենտրոնում է ֆուտբոլային մեծ հանդիպումից հետո ստեղծված վիճակը։ Ֆրանսիական PSG-ի հաղթանակից հետո փողոցներում իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից։ Բախումների ժամանակ ոստիկանները ձերբակալել են ավելի քան 400 ցուցարար։
Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեծ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abc.media.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, մնացեք խաղաղությամբ։ Բարի գիշեր։